Հետևորդներին բարևներ, ջերմ ողջույններ, թող լույսը բարի բացվի բոլորիս համար, սիրելի հետևորդներ ջան, պարտադիր պայման, պարտադիր կոֆե։ Կոֆեն դնեմ, ձեր հետ մի քիչ խոսեմ, տեսնեմ ոնց եք, ինչ եք անում, հետա եղանակն էլ ես երկորը կարծես թե ուզում եմ մի քիչ ցրտել, քամիա մի երկու կաթ անձրև մեր գործերին խանգարում է։ Էսա մարտը անցավ, ապրիլը մի անգամից տաքանալու է, բայց դե որ տաքացավ, ինչ ոչ սատիլ ունենք, ոչ մի բան։ Չի թողում, որ գնանք աշխատենք, աշխատանքներ կատարենք։ Գիշերը ոնց որ անձրև է եկել, մի քիչ գցել է, մի կողմից էլ շատ լավ է այս անձրևը, թող գա, սա շուտով զատիկնա, տեսնենք մի քիչ սիբեղ կկարողանանք հավաքել վաճառքի համար, իհարկե շոտ եք գրում, Երևան առաքում եք, ոչ սիրելի հետևորդներ, դժվար է, պոչտայով չի լինի, որովհետև ինքը փչացող ապրանք է, մի 2-3 օր, 4 օր, 5 օր տևում է, ես չեմ կարող ասել, կարող է ինքը դեղնել դրա համար, բայց դե կհավաքենք վաճառքի, այստեղ էլ են վերցնում, այնպես չի, որ մեր վայքում շատ սիբեղներ կան, ասել եմ, բայց ոչ բոլորն են կարողանում գնալ հավաքել, ով աշխատանքի է, ով մեծ է, ով ժամանակ չունի ուրիշ գործեր, իսկ հավաքողները իհարկե գնում հավաքում են, այն օր հողամասում ենք այնքան կանայք էին եկել, շատ էին եկել կանայք հավաքելու, հավաքում էին, թող հավաքեն ուրախությունով, դաշտի բերք ու բարիքը բոլորին է հավասար, չարի վերջի մեջ է, չէ ասում, սարն ամենքիս է հավասար, նույն էլ դաշտի բերք ու բարիքները բոլորինն են, ով ուզում է, ինչքան որ կարողանում է, գնում հավաքում է, ես էլ ասում եմ անուշները լինի, լավ, բարովուտ են, հավաքողները բերում են, այո, բայց գնողներ էլ շատ կան, եսա շուտով արդեն այդ սիբեղ մանդակ և առաջին այդ թթու պատրաստելու տեսականուց կլինի ողորմակոթը, որ մենք սեպո ենք ասում, դա կլինի Դե, կոֆե խմողներ միացեք ինձ, դուք էլ ձեր սուրճը պատրաստեք, նստեք, ինձ հետ զրուցեք, իմ վլոգները դիտեք ու ձեր կոֆեն վայելեք, ինքան լավ մեկնաբանություններ եք գրում, հետևորդներ ջան, ես էլ շատ ուրախանում եմ, չմտածեք, որ մեկ է տեսնում եմ գրում են, իմ մեկնաբանության, բոլորի մեկնաբանություններին պատասխանում ես, իմ մեկնաբանության չես պատասխանում, այնպես չի, որ բոլորին է պատասխանում եմ, մի օր պատասխանում եմ մեկի գրածը, մի օր չէ, ոչ թե դիտմամբ եմ անում, այլ ժամանակ չեմ ունենում, դուք տեսնում եք ես ինչքան ծանրաբեռնված աշխատում եմ, ասել եմ չէ, մարդ եմ, ես էլ եմ հոգնում, այո, ես էլ հոգնել ունեմ, բայց կարդում եմ պարտադիր, այն որ գրում եք իմ մեկնաբանությանը չես պատասխանում, դա էլ եմ կարդում, բոլորը կարդում եմ, սրտիկում եմ, դուք ինձ լայքում եք, ես էլ ձեզ սրտիկում եմ, եթե ինչ որ ուրիշ հարցեր ունեք, մայրամախոտի, խոտաբույսերի վաճառքի հետ կապված, նորից եմ ասում, գրեք Facebook-յան իմ էջին, կամ Instagram-յան էջին, ես մեծ հաճույքով կպատասխանեմ, գրում եք հեռախոսահամար տրամադրի, հասցե և այլն, անձնական տվյալները չեմ կարող հրապարակել, ես YouTube-յան հարթակում, այնպես որ Facebook-ով գրեք, ես պարտադիր տեսնում եմ, ձեր գրածներին կպատասխանեմ, հեսա մայրամախոտի վաճառքի համար են շատ գրում, հեսա շուտով ուրցն է, խատուտիկն է, այնպես որ գրեք, հիմիկվանից գրեք,
ով ինձ ծաղիկների թեյեր է ցանկանում, որ ես համարով գրանցեմ, որովհետև այնքան շատ են, մոռանում եմ, որ բացեմ սեզոնին, տեսնեմ, վայ, այս անձնավորությունը խոսքի ուզել է խատուտի, նարբուկ է ուզել, կամ ղանթափայ է ուզել, որ ես տեսնեմ այդ հեռախոսը համարով զանգահարեմ։ Եվ եղել է դեպքեր, որ Մարիամախոտի պահով զանգել եմ, ձայնս լսել այնքան են ուրախացել, եւ ես էլ եմ ուրախ, որ կրկին ասում եմ, այդքան շատ ինձ սիրում եք, սիրելի հետևորդներս։ Մի կում վայել եմ, եղանակը տխուր է, անպոծ է, ես ասեցի լավ է, գնամ գործի գամ, այն մեր լեզվով ասած թադարուքվե, եթայ վաղճա։ Մի հատ հավեսին խորոված կանեինք, խորովածի բացումը կանեինք։ Բայց դե եղանակը այսօր անպած, վաղ արև, այնպես որ կանենք խորոված այսքանի օրը հողամասում, եւ այսօր եթե չլինի, ջեռոցում պարտադիր կլինի։ Այս անձրևից հետո լավ մարաժո կլինի, կգրոհենք ընտանիքով Արջի ձորը։ Ոնց տեսնում եմ, մեջների են խիզախը ես եմ մարաժոյի պահով։ Թռչունները ինչ հավեսին ծլվելում են, իրենց համար կապ չունի, որ անձրևը, քամիա, ամպա, արևը, կարևորը գարունն է, իրենց այդ ակտիվ շրջանն է, հետաշուտով ձուկացեն, ջուտիկներ կհանեն, ծիծեռնակները դեռ չեն եկել, չեմ նկատել, միայն ճնճղուկներն են ակտիվ, մեկ էլ այդ որ գնում ենք հողամաս, այդ սոխակները, կաքավների կրկրոցն էլ դեռ չեմ լսել, հետաքրքիր լսվում է դաշտից կաքավների կրկրոցը։ Հելնենք մի հատ էլ պատշգամբից, տեսարանը նայենք դեպի հողամասի կողմ, քանի որ իմ ուշու միտքը գիտեք այնտեղ է, մի հատ ինչ կա, ասում եք կյանքը լեռներում, չէ։ Ահոց այստեղից տեսարան չէի նկարել, տեսեք կանանչը ինչ լավ եղել է, դուրս է եկել անձրևների վրա ու մեր հողամասի կողմն էլ արդեն կանաչել, լավ պարզ երևում է, Սարի անձրևը ոնց որ թե բռնում է, ուզում է սկսի, մեր անձրևը ձյունը այն կողմից է, եթե անպած է, ուրեմն տխուր է վիճակը, բայց կարող է բացել, չեմ կարող ասել, բայց ոնց էնց նայում եմ, 4 կողմը մի հատ նայեք ամպ է, ու եղանակի, ու օդի մեջ էլ ահագին սառնություն կա, ես էլ իջնեմ, որ գնամ աշխատանքի, այսօր տրանսպորտով եմ գա, գնամ աշխատանքի։ Դե ինչ ձեզ բարի օր, ինձ էլ բարի օր, բարի աշխատանքային լավ օր բոլորիս, գնամ գամ, կհանդիպենք տանը, տան գործերով, ինձ թվում է, որ այսօր խոհանոցում շատ գործ կունենամ։ Սիրելի հետևորդներ, բարևներ, ողջույններ բոլորիդ, վլոգը սկսեմ իմ փոքրիկ գնումներից, 2 հատ մատնաքաշ եմ վերցրել, նոր ենք խանութից եկել Աշոտի հետ, այսպես այստեղ հավանել ենք շատ այս Grand Candy կոֆեները, վերել եմ, 5 հատ սա այսպես, ձու, որը եղել է ոսկուգին, հա, կտրոնները դե պարտադիր, ես ստուգում եմ պարտադիր հատ առ հատ, ձուն այստեղ չկոտրվի, այստեղ մեր սիրած պաներից գնդեվազի, պղպեղով, կանաչիով, համեղան, մեր ինտանն է թեյ ուզեց, բայց ասեմ, որ մեր են սիրած դիլմա թեյերից չկա, սրանից եմ վերցրել, սա էլ վատը չի, բայց մենք են մի տեսակն ենք հավանել,
Այստեղ պղպեղներ, հիմա կասեք այն ազդետ իչքան պղպեղ ես առնում։ Սա հատուկ վերցրել եմ այս գազարագույն և կարմիր, երկու գույն, սրանք էլ հեսա լվանամ աղցան կպատրաստեմ, համել անպայման ցանեմ ծաղկամանի մեջ, ալյուր, բաղրամյան, միշտ սա եմ օգտագործում, շատ լավն է, գազար, խմորիչ, հաստուղ, սա եմ էլի միշտ վերցնում և այստեղ հավի կրծքամիս է, մի կտոր, կծու պղպեղ, վարունգ, շատ լավ վարունգներ են, էլ ինչ մնայց պայուսակի մեջ, մառոլ, և մառոլ, այստեղ էլի կտրոնձուն ուրիշ խանութից եմ վերցրել, որովհետև շարիկ ծվերից չուզեցի գնել ճիշտն ասած, ոնց որ շարիկներ լինեին, դա չվերցրեցի։ Այսպես սիրելի հետևորդներ, որը լվանալու է լվանամ և անցնեմ իմ գործերին, այն կողմի վրա տեսեք ամանը պատրաստել եմ, պետք է խմոր զարկեմ։ Եվ ինչ Նազոն խմորի անուն տվեց, մոռացա, որ մածուն չի վերցրել։ Դե որ կաթով ուրեմ կաթով։ Արդեն կարակ կտրատել եմ, գնացիմ խանութ, այնց էս խմորը իսկականը կաթով դրոժով։ Վերջի կաթնա, տաքացնեմ ու լցնեմ կարակի վրա։ Ահա բանջարեղենները լվացի, խմոր անեմ ու անցնեմ աղցան պատրաստեմ։ Կաթը եռմանա, տաքա, հեն որ լցնեմ, որ կարակը հալվի։ Շատ լավ խմոր է լինում, այսպես, ասեմ չափաբաժիններով էլ չեմ պատրաստում, մի փոքր աղուր է մեր աղամանը, մի փոքր աղ, մի փոքր էլ շաքարավազ, մի թեյի գթալի չափ, բուսայով չեմ լցնում, խմորիչը մի թեթև գթալ, սա է ընդամենը ձու չեմ օգտագործում, սա էլ խմորիչով, ու մնաց ալյուրը սիրելի հետևորդներ, ալյուր, պնդացնենք, որովհետև հասունանալու է։ Թող մնա հասունանը։ Ահա և վերջ։ Ահա և անցա աղցանի պատրաստմանը, մառոլը կկտրատեմ։ Գիտեք, չէ, վայրի, դաշտի, վայրի մառոլ էլ կա։
ես սեզոնին ցույց կտամ պարտադիր։ Համարյա նկատել եք մեր բույսերը որտեղից են վերցրել, բույսերի տեսակները դաշտերից, ծառերից, մարդիկ տարիների ընթացքում խաչասերել են, ստացել են նոր բույսեր, նոր տեսականիներ, ծառերը պատվաստների արդյունքում և այսպես։ Մի փոքր էլ վարունգ և վարունգն էլ այսպես եմ կտրում։ Իմ ձևով կանաչիներից էլ կտրատում եմ համեմ, պետրուշկա, կանաչ սխտոր և կանաչ սոխ։ Դե կանաչ սխտորի ճյուղեր էի բերել հողամասից, աղցանների մեջ յուրահատուկ համատալի։ Մակասեք այն ազես ինչ ողցան է սարքում, ես էլ չգիտեմ ճիշտն ասացի, ինչ բանջարեղեն կա, կտրատելու եմ լցնեմ։ Ունային հիմա այս լավ պղպեղից, որ ինձ սերմերը հարկավոր են, տախտակի վրա Եմ պղպեղն էլ հեսա երեխաներն են սիրում են ուտեն, բայց գազարագույն պղպեղը շլովն է, ոյ, սերմերի կորուստ չտանք, գազար էլ վերցրեցի, բայց գազարը լրիվ ուրիշ բանի համար եմ վերցրել։ Էս ինչ համեղ էր էց պղպեղը։ Կաղանվա, այսենց կաղանվել եմ կտրում։ Տանի լցնում եմ բուսայով։ Հետաքրքիր համեմունք է, շոտ իմ դուրը գալիս է։ Երկու հատ այսպես անենք, յուրահատուկ համատալի։ Կարմիր պղպեղ, աղը, բա չեք ասում այն ազու, առանց աղի, ինչ ես սարքում, ես էլ աղ, այսքանը բավական առայժմ, մի հատ խառնենք, էլի բաղադրիչ եմ հեսա լցնելու, սա խառնեմ, հետո էլի կլցնեմ։ Գարնանային աղցան, աղը լավա պատկերացրեք բուսայողն է քիչ, ահա, իմ պահածոյացված եգիպտացորենից, քիչ լցնեմ պոչականց չկպցնեն, թե չէ աղցանը մենակ ես կուտեմ։ Ահա պատրաստ է աղցանը, շատ համեղ եղավ, ամեն ինչը տեղը տեղին և ով էլ կցանկանա թող մայոնեզով ուտի։ Այստեղ ես պյուրե եմ պատրաստում և այս հավի կրծքամիսն էլ կխաշեմ, մի փոքրիկ բան եմ պատրաստելու, մի կտորը բավական է։ Թող եռա, տեղ էլ տեսեք, սա ինչ է, պատրաստել եմ իհարկե տեսել եք,
սալորի չիպսերն են, բնական է, որ բարակ կտրատել եմ, սարքել եմ բարակ չիպսեր, շատ համով է, բնական, այստեղ չրի տեսականուն ավելացրի սերկեֆիլի չիրել, շատ համեղ է և դեղին կերասի չիր, ու բնական չիր այստեղ կա, ես էլ դցնեմ, լվանամ, որ Աշոտը սիրում է շատ, արջենաբատ, մենք թաբարզա ենք ասում, դրա չիրնա կոճը մեջը, կորիզը մեջը, տաք ջրով լվանամ, որ թապկի, մի հատ տեսնենք խմորը ինչ վիճակի է, ու տեսեք հասունացել է, ու նորից այսպես իրար վրա ենք բերում, ինչ յուղոտ խմոր է, ընտիր է կարոք, շատ եմ արել։ Կուզեմ գաթակ սարքեմ կլոր, կուզեմ խաչապուրի կսարքեմ, կուզեմ հավի կրծքամսով ինչ-որ ուտեստ կսարքեմ, մի խոսքով ամեն ինչը կարելի է։ Կսարքեմ, կտեսնեք, թող էլի հասունանա։ Մենյուն պյուրե է, հավանում ես։ Անես էլ դու դիր մլիլիտ, անես մայոնեզն է, պատահի են էլ վերց հարի կամպոտներից, մենք չենք նեղվի, կխմենք մեծ հաճույքով, ես դուք ոչ, չեք սիրում, Լիլիթ, ինչ ես կանգն է, շնչիս, լավ էլ ասեցիր, ես էլ տարդիր սեղան, վերցրու, Խամյակ ինչ ճարած? Ոչ, մեր խամյակը կորել եմ, ռոզիսկ, այս էլ կոմպոտը, ոնց որ սև հաղարջ է, հաղարջի կոմպոտ, պյուրեն էլ էփեց, մի քիչ ջուրը շատ է, տանեմ դատարկեմ, քամեցի շատ է, դու ինչ ես վարում, ահա արդեն տրորեցի, յուղն է դրեցի, լավ եղել է, մի հատ էլ լավ խառնեմ, ու նստենք մեր հացը ուտենք։ Սիրելի հետևորդներ, այստեղ հավի կրծքամիսը խաշում եմ, համարյա էփվել է ու կրկին մենյուն փոխվեց։ Ինչու փոխվեց, որովհետև Աշոտ մի ճրտեղացրում։ Ես որոշել էի տենց բաժանեի խմորը 5 գնդերի ու մեջը դնեի հավի կրծքամիս, գավառով ու ջեռոցում թխեի, բայց մենյուն փոխվեց, ուզեցին պիցայատիպ ինչ-որ մի բան, չնայած այս խմորով էլի կլինի, ես էլ պիցայատիպ տենց պիցա կսարքեմ կարելի ասել, չէ Աշոտ? Չգիտեմ ես։ Մենյուն փոխվեց, իրանք ինչ ուզում են, ես այն էլ պետք է սարքեմ։ Խամյակի վրա իշքան ուրախ։ Վայ խամյակիս էլ գտանք սիրելի հետևորդներ, նոր հես, նոր, որ չտեսա, ուրախությունից թրշկոտեցի։ Մի րոպե։ Ես կնարուց էդ կանչես ուրախ։ Վայ երը ամբողջ օրը մտածում էի, թե ինչ եղավ այդ խամյակը, կատուները կերան, դուրս չեր հել է։ Ես միսը անջատ եմ, էփվել է ինքը, ես պետք է թել անեմ, լցնեմ երեսը, ունացել է, դե որ չեն ուզում, ես ես հենց մեծ կբացեմ, պիցայատիպ, դենց պիցայի նման կսարքեմ, ինչ անեմ, չուզեցին, այսպես է լավ կլինի, այս խմորով ինչ ասես, կարող եք սարքել,
տոմատից սկսեմ։ Ես առաջի անգամ այս խմորով սենց այս թվում է լավ էլ կլինի։ Աջիկա եմ գցում, ճիշտն ասած։ Ահա, տեսնենք ինչ է ստացվելու։ Լավ կլինի, վատ կլինի։ Որ լրիվ ձախողվեց, ինչ էի ուզում սարքեի գազարով հավեսին ինչ-որ մի բան։ Բայց դե, որ սենց ուզեցին, ուտողը իրանք են, ես էլ պատրաստողն եմ։ Փորձենք տեսնենք սենց ինչ է լինում։ Հավի, ահա, կրկամիսը, սիրուն սենց լցնում եմ երեսը, թել արած։ Ոչ տունը հալվող պանիր կա, ոչ էլ են, ես պիցա չէի նախատեսել, դրա համար չվերցրեցի։ Բայց երեսը շատ դες չեմ էփի, որ չչորանա, կեսից կանջատեմ, որովհետև հավի միսը ինքը եփված բան է։ Բոլոր տեղերն են լավ լցնենք, համով կլինի, հաստատ։ Մի բան կմոգոնենք, կանենք հելը, չէ, հենց պղպեղ, գույնը չի երևում։ Համի համար։ Դե արիք տես, որ վերջում պարզվի, որ ավելի համով է, քան պիցան։ Հավանեցին ամեն օր կասեն սենց սարքի։ Տեսեք թթու խթայ է։ Որ ամեն ինչ հավեսով ես անում ու վստահ ես անում, հավատացեք, որ շատ համեղ է ստացվելու։ Այսպես կանաչի։ Անունը ես չեմ կարող ասեմ, անունը դուք կդնեք, թե սա ինչ է, ես չեմ կարող ասեմ։ Գիտեք ինչ եմ անում, են պանիր ունենք, չէ, պանիր էլ մի քիչ սենց կլցնեմ, գնդեվազի են պանիրն է, ինձ թվում է շատ լավ կլինի, ինչա որ պարտադիրա հալվող պանիր լինի, մի հատ մոտիկից նայեք, ինչ ստացվեց ու ինձ թվում է, որ համով է լինելու է, հաստատ։ Մեր պիցա տորթը, չգիտեմ ինչ անվանել, բայց շատ լավ եղավ, գիտեք ինչ, միայն սրա երեսին թթվասերն էր պակասում, բայց մայոնեզով կարելի է ուտել։ Ահա, շատ լավ է եղել։ Ինչ կարծիքի եք։ Ինչի վրա։ Այսպես օպլա, այստեղ։ Լավ քաշեցի, չէ։ Ոյ դիշ փոփուկ։ Այդ ինչ լավ է եղել։ Ես սենց կտոր պետք է կտրեմ, որ հանենք։ Ձեր մոգոնած պիցան պատրաստ է։ Դոկա պիցա, նельзя не соблазниться։ Մեր ժամանակ հա ռեկլամ կանեին, մենք է երեխա էինք, նայում էինք, ասում ենք, ող, ելնեք պիցա ուտենք, այդ ինչ բան է, մենակ Ռուսաստանում են սարքում։ Վեր կտորները դնենք, սիրուն մի հատ ափսեի մեր, տակն էլ լավ է, Աշոտին է կանչի, Լիլիթին,
Պապայիդ։ Բա, ուտելու ուր, զակազը տվիք սենց, ես ընդհանրապես որոշել էի, որ բուլկի տենց միջուկով պատրաստեի, վրան էլ ձուկ կսեի, սիրուն։ Պիցայա, ինչա չգիտեմ։ Ապսե բեր Լիլին։ Էսի լրվիվ ուրիշ ձևի պիցայա։ Լրվիվ ուրիշ ձևի։ Как раз им киноյի համար կլինի։ Ինչի համար, անեստուրաշոտին, Նայ մախբեր, կիր։ հլը տեսեք համով, ասեն, կան ես վերցնեմ, որ չթափի, ես լրիվ ուրիշ խմորա, ես ուրիշ բան էի նախատեսել, Ապրեք։ համով աշ, հա, ձայն չկա, ձայն չկա, կաղա մի քիչ ալանի լինի, որովհետև դրա խմորի մեջ աղ չեմ գցե, դե խմոր ուրիշ բանի համար էր նախատեսած, կերեք թոյեթա, աղն էլ հետևից, համով ա, հեն էլ իրա համեմունքը, Քիչ աղոչի։ դե ես ասեցի, որ խմորը Լիլիթ, ուրիշ բանի համար է, Ինչ ասես ուտում եմ համերը։ հա, համով ա, Վերջ խամյակ ինչ արեմ մաշիրել հետևորդն եմ, պատմի։ ճարը գտանք խամյակին, Եվ ովգտա։ երեկվանից չկար, չէ, Հա։ երեկ գիշերվանից և այսօր հայտնաբերվեց, ենքան ուրախացան, ես տարբերակով ավելի համով ա, չէ Դեռ խմորը, պատժել եմ խամյակին։ ուր ես դրե, Իրապունս լանջվում ա։ դե սիրելի հետևորդներ, ձեզ ասենք բարի գիշեր, Լավ երազներ։ ես բաղադրատոմսով եք կարակ սարքեք, կարող եք սարքել, շատ համեղ ա, Որտե աղ չկա։ դե աղ չկա, ինչ անենք, ընտիր,